Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելը վրդովեցրել է զոհերի հարազատներին։ Նրանք սա ընկալում են որպես վիրավորանք, հարցնելով, ինչի համար է պարգևատրվել մի մարդ, որը չի կարողացել 10 հոգու սպանողներից որևէ մեկին բացահայտել։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Հարությունյանին նախագահ Սերժ Սարգսյանը այս կոչումը շնորհեց Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Ինքը շատ լավ աշխատեց միայն Սերժ Սարգսյանի եւ իր անձնակազմի համար, իշխանությունների համար, որ ամեն կերպ կոծկ էր մարտի 1-ը, ինձ համար ոչ զարմանալի է, ոչ էլ ասենք անակնկալ էր, որ կարողա նա մեդալների էլ արժանանալ, նա կարող ավելի լավ պաշտոնի էլ գնալ, լավ մեդալներ էլ ստանա, ամեն ինչ։ Իմ բալուրիկ 50 օրական երեխեն իմ ձեռքին մնաց, իմ 28 տարեկան երիտասարդն էլ 8 տարի հողի տակ պետում է, խեղճի խաչ չեն զգում, դեռ մեդալներ են πάρել։ Ազատուհի Քլոյանն ասում է, չգիտի ինչ պատասխան տա արդեն մեծացած թոռների հարցերին։ Ասես տատիկ, բայց ես չհասկացա, իմ papan ինչից մահացավ։ Հետո տեսավ, որ ես քարացած եմ, չեմ կարում, լացը տվելա, որ ես պատասխան չունեմ, սենց ես գիտեմ, որ խփել են, բայց ուզում եմ իմանամ որտեղ են խփել, կռվի դաշտում են խփել։ Լսել է, լսում են, արդեն մեծ են, հասկանում են։ Քոչարյանը թող գարեց երեխի պատասխանը տար, ինչ կլներ։ Անենց կուզեի Սերժի հետ գային, իմ ես 7 տարեկանին ասեին։ Ընդդիմադիրներն էլ համոզված են, որ Վահագն Հարությունյանը հերթական անգամ պարգևատրվեց մարտի 1-ի գործով իր դերակատարության համար։ Բա ուրիշ ինչի համար։ Վահագն Հարությունյանի մասին 2008 թվից հետո լսել եք, որ որևէ հնչեղ գործ լինելով քննչական մարմնի ղեկավար, ինչ-որ հնչեղ սպանություն բացահայտեն, հնչեղ հանցագործություն բացահայտի այդ քննչական մարմինը։ Վահագն Հարությունյանի անունը բացառապես մարտի 1-ի հետ կապելը մինչդեռ անընդունելի է փաստաբանների մի մասի համար։ Նրանք հիշեցնում են, Հարությունյանը այդ խումբը ղեկավարել է ընդամենը 3 տարի, իսկ սպանությունների գործից արդեն 7.5 տարի է անցել։ Շատ վաղուց արդեն, եթե չեմ սխալվում, 4-5 տարի առնվազն, պարոն Հարությունյանը որևէ առնչություն չունի այդ գործի հետ։ Քննչական խմբի ղեկավարը չէ, կա այդ քննչական խմբի ղեկավար, կա այդ քննչական խումբը, գործը կասեցված չէ, կարճված չէ, նախաքննության փուլում է։ Եվ եթե պարոն Հարությունյանի հետ են կապում նման արատավոր երևույթներ, ապա հարց, որ 4-5 տարի այլ քննիչները ինչ են անում։ Այժմյան քննչական խմբի ղեկավարները անգամ անունը հայտնի չի։ Ինչ է կատարվում այդ գործով, ինչ է եղել, ուր է հասել։ Դա նշանակում է, որ որոշումները բնականաբար կայացում են այլտեղ, հստակ մարդկանց կողմից, երբ բոլորս էլ հասկանում ենք ինչպես։ Ես հեռու եմ նման մտածելակերպից, չես կարող անես, ուրեմն դիմում գրի դուրս գնա, թող գա այն մարդը, որը որ կարողանա անի։ Անվտանգության սպառնալիք չէր լինի, եթե ասենք կեսից ինքը հրաժարվեր։ Գիտեք, անվտանգության սպառ չէ, ես կարծում եմ չէ։ Այսինքն մեզ մոտ դա մի քիչ չափազանցված է։ Այսինքն ցանկացած մարդ, որ իր գործը չի ուզում անի, ասում է, գիտեք, ինչ վտանգ կար, սպառնում էին իմ ընտանիքին եւ այլն։ Ես մի քիչ դրան չեմ հավատում, հակված չեմ հավատալու դրան, որովհետեւ իմ աչքի առջեւ ես ունեմ Պարքև Օհանյանի օրինակը, ու մենք գիտենք իշխանության գործելա ոչ է, եւ եթե այդ վտանգը կար, ապա ինչի չգործես Պարքև Օհանյանի դեպքում, հա, ինչի օրինակ Պարքև Օհանյանին չտարան օրինակ չկալանավորեցին, ինչպես արեցին Ջահանգիրյանին։ Եթե անգամ ելնենք այդ կանխավարկածից, որ ինֆորմացիայի հետ կապված որոշակի բան, սկսած ամենափոքր գործից մինչև ամենամեծ գործ, այդ անվտանգության հարցը կարող է առաջանալ։ Եվ ինչ, երբ որ առաջանում է, ես ասեմ, լավ, կներեք, ես համաձայն եմ, ծառայում եմ ձեզ ամբողջությամբ, մի արեք ձեր գործը, գնացեք ապասնախնդրեք, հրապարակայնացրեք։ Թեև ես կարծում եմ, որ երբ որ նման տիպի հարցեր են լինում եւ համապատասխան պաշտոնատար անձը հրապարակայնացնում է դա հասարակության պաշտպանության ներքո ինքը ամեն դեպքում գնում է, որովհետեւ իր ինֆորմացիայի կրելու փաստով նրան արդեն ձեռ չեն տա, հա։